Բարև ձեզ։ Փաստինֆո եթերում շարունակում ենք հետևել միջազգային իրադրությանը։ Իրանի ռազմական թևից հայտարարություններ են հնչել թրիպի հետ կապված։ Մասնավորապես գեներալներից մեկը նշում է, որ իրենք Հայաստանից ոչ մի հավաստիացումներ չեն ստացել եւ թրիպի հետ կապված ունեն իրենց անհանգստությունները։ Բացի այդ, Իրանի զինված ուժերի գեներալը հայտարարել է, քանի որ Միացյալ Նահանգների ներկայությունը տարածաշրջանում Իրանի համար անցանկալի է, մասնավորապես Մերձավոր Արևելքում, ապա ոչինչ չի կարող ստիպել Իրանին, որպեսզի վերջինս համակերպվի Միացյալ Նահանգների ներկայությամբ Հարավային Կովկասում։ Սա լուրջ սպառնալիք է եւ ուղիղ խոսք առաջին անգամ Իրանի ռազմական թևից։ Դա նշանակում է, որ Իրանը Աստված մի առասցե, եթե իրավիճակը լարվեց, ապա կարող է նաեւ կետային հարվածներ հասցնել, եթե հասկանա, որ այդ ամենը իր անվտանգության դեմ է ուղղված։ Սա կարծում ենք լուրջ ազդակ է եւ Հայաստանը պետք է շատ արագ արձագանքի, բայց նաեւ շատ մտահոգիչ է, որ հերթական անգամ մենք լսում ենք հայտարարություններ մեր հարևանների հետ ունեցած մեր հարաբերությունների մասին հարևաններից։ Եթե հիշում եք, էներգետիկայի հետ կապված Ալիևն էր հայտարարություն արել, նշելով, որ իրենք մասնագետներ են ուղարկել Հայաստան տեղորոշումների համար, թե որտեղ պետք է հենասյուներ տեղակայեն, եւ հայկական կողմը ըստ էության ստիպված եղավ ընդունել այս ամենը եւ հաստատել այս տեղեկատվությունը։ Հիմա էլ պարզվում է, որ Իրանի հետ հարաբերությունները այնքան էլ անամպ չեն, ինչքան որ մեզ ցույց են տալիս մեր արտաքին քաղաքական գերատեսչության գործընկերները։ Պարզվում է, որ թրիպի հետ կապված ոչ միայն ոչ մի պայմանավորվածություն չկա, այլ նաեւ լարվածությունը ամեն պահի կարող է ավելի մեծանալ։ Փեզեշքյանի այցն էլ Հայաստան չփարատեց այդ անհանգստությունը։ Ակնհայտ է, որ Իրանում ներքին խմորումներ են ընթանում եւ Փեզեշքյանի եւ նրա ղեկավարած կուսակցության բարեփոխիչների համար թրիպի մայրուղու ստեղծումը ըստ էության կարող է նաեւ ձեռնտու լինել, բայց ոչ Իրանի հոգեվոր եւ ռազմական ղեկավարության համար։ Իսկ ներկայում Իրանում տեղ ունեցող փոփոխությունների պարագայում հենց հոգեվոր ու ռազմական ղեկավարությունն է իր ձեռքը վերցնում իշխանությունը եւ նրանց կարծիքը հաշվի առնել մենք չենք կարող։ Ամեն դեպքում իրադրությունը շարունակում է մնալ լարված եւ հայկական կողմը պետք է նախ արձագանքի այս ամենին եւ նաեւ բացահայտ ներկայացնի հրապարակային ելույթներով, թե ինչ բանակցություններ են ընթացել Իրանի հետ եւ թրիպի հետ կապված հատկապես Իրանը ինչ դիրքորոշում է հայտնել իրենց բանակցությունների ընթացքում, քանզի ակնհայտ է, որ իրանական կողմը դժգոհ է մնացել այդ ամենից, հետեւաբար ռազմական ներկայացության գեներալի հայտարարությունը կարող է նաեւ ազդակ լինել մեր համար, որ այս ամենը հոգեվոր իշխանության իմացությամբ է արվում։ Ինչևէ, սպասենք տեսնենք, թե ինչպիսի զարգացումներ են մեզ սպասվում։ Մյուս թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, ուկրաինական ճգնաժամն է։ Ակնհայտ է, որ ուկրաինական պատերազմի վերջը չի երևում, եւ բնական է, որ այս ամենը նաեւ երկարելու համար Միացյալ Նահանգները եւ Արևմտյան Եվրոպան բավականին լուրջ ջանքեր են գործադրում։ Նրանց համար կարեւոր է, որպեսզի պատերազմը շարունակվի հասկանալի պատճառներով։ Ռուսական կողմից էլ արդեն ավելի կոշտ հայտարարություններ են հնչում։ Նախորդին Ռուսաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար տեղակալ Դմիտրի Մեդվեդևն է հայտարարություն տարածել, նշելով, որ պատերազմը կամ դադարեցվելու է կամ սառեցվելու է միայն Ռուսաստանի պայմաններով։ Սա նշանակում է, որ ոչ մի միջնորդական առաքելություն այլևս Մոսկվան չի հանդուրժելու, կամ եթե միջնորդական առաքելություն լինելու է, ինչպես օրինակ Քուշների առաքելությունն է Միացյալ Նահանգներից բարբերաբար ժամանող, ապա պետք է լինի ռուսական պայմաններով։ Սրան զուգահեռ Զելենսկու մարտավարությունը, որը փորձագետները արդեն համարում են պահեստային պատերազմ կամ պահեստների պատերազմ, ակնհայտորեն ձախողվել է։ Հիշում ենք, որ տևական ժամանակ է ուկրաինական կողմը հարվածներ է հասցնում հիմնականում Վալդբերեզի պահեստներին, պատճառելով հսկայական նյութական կորուստներ։ Սրան ի պատասխան ռուսական կողմն է նույնատիպ գործողություններ իրականացնում, բայց եթե Վալդբերեզի պահեստների պայթեցումով մթերային խնդիր Ռուսաստանում չի առաջանում, ապա Ուկրաինայում այդ խնդիրն արդեն առաջացել է։ Ուկրաինական լրատվամիջոցները եւ մեդիա ռեսուրսները ահազանգում են այն մասին, որ ուկրաինական խոշոր քաղաքների սուպերմարկետներից անհետացել են առաջին անհրաժեշտության ապրանքները, քանզի պահեստները ոչնչացնելով ուկրաինական արտադրողները ուղղակի հնարավորություն չունեն այդ արտադրանքը հասցնել մեծ քաղաքներ։ Սա արդեն բնակչության մոտ որոշակի դժգոհություն է առաջացնում եւ կարող է նաեւ սոցիալական բունտ առաջացնել։ Ակնհայտ է, որ Զելենսկին սկսելով իր ռազմական գործողությունները պահեստների դեմ այս ամենը երևի թե հաշվի չէր առել, կամ նրան հավաստիացրել էին, որ ռուսական կողմը չի հարվածելու նույնաբովանդակ կերպով եւ պահեստները ուկրաինական կողմի մոտ մնալու են անվնաս։ Ինչևէ, իրավիճակը շարունակում է մնալ լարված, եղբայրացման պատերազմը շարունակում է մեծ ծավալներով հսկայական կորուստներ պատճառելով երկու կողմին եւ կարծես թե այդ պատերազմի վերջը չի էլ երևում։ Սպասենք տեսնենք, թե իրականում ինչ է կատարվում Ուկրաինայում եւ ինչպես է այս ամենը ավարտվելու։ Եվ վերջին թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, կրկին կապ ունի Ուկրաինայի հետ, այս անգամ Միացյալ Նահանգների կոնտեքստով դիտարկենք։
Լրատվամիջոցները նշում են, որ Միացյալ Նահանգների զենք արտադրող հսկաներից մեկը General Dynamic ընկերությունը մոտ $500 միլիարդ ստանալով Ուկրաինայի համար զենք արտադրելու նպատակով տևական ժամանակ է այդ զենքը չի արտադրում, որի պատճառով Ուկրաինան զրկվել է հիմնականում հակաօդային պաշտպանության համակարգը սպասարկող հրթիռներից, բայց ուկրաինական ռեսուրսներ ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ սրանով հանդերձ ամերիկյան կողմը ոչ մի պատժամիջոց չի կրել եւ ոչ մի տուգանք չի վճարել։ Հիշեցնենք, որ այս գումարները Եվրոպական միության գումարներն են եւ պայմանավորվածության համաձայն Եմեն վճարում է այն զինամթերքի համար, որ պետք է Միացյալ Նահանգները արտադրի Ուկրաինայի համար։ Ստացվում է, որ գումարը վերցրել են, բայց զենքը չեն արտադրել, պատճառ դառնալով նաեւ այն հսկայական կորուստների, որ այժմ ուկրաինական կողմն է կրում։ Եվ հարվածների մեծ մասը իր վրա ընդունում է Կիևը եւ Կիևի մարզը։ Բնականաբար այնտեղ են կենտրոնացված նաեւ խոշոր լոգիստիկ հանգույցները եւ խոշոր տնտեսական ներկայացուցչությունները։ Դրա պատճառով է, որ այնտեղ նաև մթերքի եւ լոգիստիկայի հետ կապված բավականին լուրջ խնդիրներ են սկսում առաջանալ։ Սպասենք տեսենք, թե ինչպիսի իրավիճակ է ձևավորվելու եւ որն է լինելու առաջին հերթին Եվրոպական միության արձագանքը, քանզի արդեն ինչպես նշեցինք, այդ գումարները հենց Եվրոպական միությունն է ուղղում Միացյալ Նահանգներին Ուկրաինայի համար զենք արտադրելու նպատակով։ Այս թեմաներն էին, որոնց այսօր ես ցանկացա անդրադառնալ, դուք շարունակեք բաժանորդագրվել մեր YouTube ալիքին, ինչպես նաև շնորհակալ ենք այն նվիրատվությունների համար, որ արվում է ձեր կողմից մեր ալիքի աշխատանք նախապան ապահովելու նպատակով։ Այսօր այսքանն է, շնորհակալություն, կհանդիպենք հաջորդ անգամ։